Ուշադրություն, բարի երեկո բարեկամներ։ Հրավիրում եմ բոլոր ֆուտբոլասերներին ու Արտո մարզադաշտ, որտեղ այսօր տեղի է ունենում AFL-ի Winter Cup-ի 4-րդ տուրի Տոտենհեմ Ատլետիկո Երևան հանդիպումը։ Ֆուտբոլիստները դուրս են եկել խաղադաշտ։ Ամեն ինչ պատրաստ է բարեկամներ հանդիպման մեկնարկի համար, քիչ անց վայրկյաններ անց կլսվի մրցավար Մանուկ Մուրադյանի մեկնարկային սուլիչը եւ բոլորս միասին կվայելենք այս անչափ հետաքրքիր ընթացք խոստացող հանդիպմանը։ Ֆուտբոլիստները կազմ ու պատրաստ են հանդիպմանը, խաղին մոտեցել են բարձր տրամադրությամբ, մոտեցել են հաղթական տրամադրվածությամբ։ Երկու թիմերն էլ գտնվում են հրաշալի ֆուտբոլիստները գտնվում են հրաշալի մարզավիճակում եւ հուսանք ականատես կլինենք գոլառատ եւ դիտարժան հանդիպման։ Կարևոր հանդիպում է երկու թիմերի համար է։ Նախ ասեմ, որ ձմեռային գավաթը բավականին մեծ հետաքրքրություն առաջացրեց ֆուտբոլասերների շրջանում, թիմերի շրջանում եւ թիմերը անհամբերությամբ էին սպասում մրցաշարի մեկնարկին։ Արդեն 3 տուր ավարտվել է, այսօր տեղի ունենում 4-րդ տուրը, այսօր ավարտվում է 4-րդ տուրը։ Եվ ինչպես ձմեռային մրցաշարի ձմեռային գավաթի մնացած բոլոր հանդիպումները, այս հանդիպումը եւս խոստանում է հետաքրքիր պայքար։ Winter Cup-ի մրցաշարային աղյուսակը գլխավորում է B խմբում Վիլյարեալը վաստակած 10 միավորով։ Ատլետիկոն 4-րդն է իր ակտիվ ունի 7 միավոր, իսկ ահա Տոտենհեմը վաստակած 3 միավորով մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականում է։ Հանդիպումը մեկնարկում է բարեկամներ Ատլետիկո Երևան Տոտենհեմ։ Այս վայն եկեք արագորեն անցնենք մրցող թիմերի կազմերին, որից հետո հետևենք խաղի ընթացքին, սկսենք Ատլետիկոից։ Համար 1 Աշոտ Գասպարյան, համար 6 Արման Ավդալյան, համար 8 Թովմաս Սարգսյան, համար 9 Գագիկ Ակուլյան, համար 11 Ռաֆայել Ազիզյան, համար 14 Հայկ Միրզոյան, համար 15 Գուրգեն Ռևազյան եւ համար 19 Օքսեն Աբրահամյան։ Տոտենհեմ, համար 1 Հրանտ Բարսեղյան, համար 4 Գոր Բադալյան, համար 6 Ալեքսանդր Սարգսյան, համար 7 Արթուր Թադևոսյան, համար 14 Սեմյոն Մուրադյան, համար 17 Անդրանիկ Ղաջյան, համար 22 Նարեկ Գրիգորյան եւ համար 66 Հենրիխ Սողոմոնյան։ Գնդակով Ատլետիկոյի ֆուտբոլիստներն են չեն շտապում շարժվել առաջ, կարճ փոխանցումներով փորձում են մտնել մրցակցի տուգանային հրապարակ։ Այո, Ատլետիկոն իր ակտիվում ունի 7 միավոր, Տոտենհեմը 3 միավորով 12-րդ տեղում է։ Երկու հաղթանակ, մեկ ոչ ոքի իր ակտիվում ունի Ատլետիկոն եւ այսօր կփորձի իհարկե տանել իր երրորդ հաղթանակը։ Տոտենհեմն է գնդակով փոխանցում դեպի տուգանային հրապարակ, գրոչի ավարտվել։ Հարված փակում են հարվածի ճանապարհը, բայց գնդակը մնում է Տոտենհեմի մոտ։ Հարված դարպասին խառը իրավիճակ է եւ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։
Առաջին անկյունային այսօրվա հանդիպման կիրացնեն Տոտենհեմի ֆուտբոլիստները։ Տեսնեք ինչպես կիրացնեն փոխանցում։ 40 են գնդակը Ատլետիկոյի խաղացողները եւ փորձեն հիմա ձեռնարկել արագ հակագրո երկար փոխանցում առաջ։ Չեզոքացնում է սպառնալիքը Ատլետիկոյի Տոտենհեմի ֆուտբոլիստները Բադալյան գործում է գնդակը Գոր Բադալյանը եւ Վարկաններ անց գնդակը դուրս է հանում եզրից Ատլետիկոն է գնդակով բարեկամներ դեռևս երկու թիմերն են հրաշալի են պաշտպանվում եւ մրցակիցը դժվարությամբ է կարողանում մտնել տուգանային հրապարակ հրաշալի փոխանցում էր եւ հրաշքով գնդակը չհայտնվեց Տոտենհեմի դարպասում ինչպիսի նպաստավոր դիրքից վրիպեց Ատլետիկոյի ֆուտբոլիստը հիմա հերթը Տոտենհեմին է գրոհելու փոխանցում առաջ փորձեց գեղեցիկ կերպով փոխանցում կատարել Ատլետիկոյի ֆուտբոլիստը, բայց եզրային նետում Մտես, մեջքի հետևից է գալի Հիա Ալի Կենտրոնով Ատլետիկո շարժում է առաջ փոխանցում Աչեզար Միրզոյան փոխանցում հեռացնել է պետ գնդակը Գնում է գնդակը Ատլետիկոյի ֆուտբոլիստը հրաշալի հնարավորություն է առաջ շարժվելու համար եւ վարկանները անց գնդակի կորուստ Առաջին տուրում Ատլետիկոն դժվարին խաղում, գոլառատ խաղում կարողացավ 4-5 հաշվով առավելության հասնել Ինտերի նկատմամբ Երկրորդ տուրում 6 անպատասխան գնդակ ուղարկեց Արարատի դարպասը, իսկ այ երրորդ տուրում Վիլյարեալի հետ դիմակայությունն ավարտեց 2-2 հաշվով Ինչ վերաբերվում է Տոտենհեմին, ապա Տոտենհեմը իր միակ հաղթանակը տարել է առաջին տուրում 6-2 հաշվով հաղթելով Երևանին Մուրադյան Գնդակ այտում է Ատլետիկոյի ֆուտբոլիստի մոտ Հրաշալի փոխանցում է Չկարողացավ եզրափակել գրող Ատլետիկոյի ֆուտբոլիստը Հիմա Տոտենհեմն է գրոհում Գրող շարունակում է փոխանցում Զախիազար Սողոմոնյան Գրողի 80-ը տեղափոխում է Աչեզար, բայց փոխանցումը չհասավ Պաստիատիրոջը Մի փոքր ընկավ, բարեկամներ խաղի տեմպը մեկնարկային րոպեներից երկու թիմերն էլ ակտիվ սկսեցին հանդիպումը Բայց հետը շատացավ սխալ փոխանցումները երկու թիմերի ֆուտբոլիստների կողմից էլ Հատեսեք հերթական սխալ փոխանցումը Միրզոյան Քապս է տալիս Հարված Հատում է հարվածի ճանապարհը Տոտենհեմի ֆուտբոլիստը եւ անկյունային հարված Միրզոյան Հրաշալի փոխանցում էր Հարված Եվ կրկին եզրային նետում այս անգամ արդեն խաղադաշտի մյուս եզրից կնետեն գնդակը խաղի մեջ Ատլետիկոյի ֆուտբոլիստները որոնք այսօր
շատ են դիմում հեռար հարվածների օգնությանը, բայց դեռևս հաշիվը բացված չէ 0-0 Ատլետիկո Երևան Տոտենհեմ փոխանցում կենտրոն Հայկ Միրզոյան փոխանցում է Պիտուկանային հրապարակ Բադալյանը հեռացում է գնդակը, բայց գրո շարունակում է Դուրս է գալիս հարվածային դիրք, կարելի հարվածել հարված Ինչպիսի վտանգավոր հարված էր, բայց գնդակը մի փոքր շեղությամբ դուրս եկավ դաշտի սահմաններից Հրաշալի հարված կատարեց Գագիկ Ակուլյանը Եվ հարված Տոտենհեմի դարպասից Տեսնենք Տոտենհեմի հերթական գրոհին զարգացում կստանա Փոխանցում դեպի Զախիազա Սողոմանյան Սեմյոն Մուրադյան Չստացվեց Փոխանցումը, բայց գնդակը կրկին հայտնվում է Տոտենհեմի մոտ Հրաշալի կերպով համագործակցում են միմյանց հետ Տոտենհեմի ֆուտբոլիստները Միրզոյան Եվ ինքնագոլի հեղինակ է դառնում Տոտենհեմի ֆուտբոլիստը 1-0 հաշիվը բացված է բարեկամներ 1-0 հաշիվը բացված է Ատլետիկոյի ջանքերը պսակվում են հաջողությամբ Կրկին Ատլետիկոն է գնդակով Վտանգավոր կարող է ստացվել Միրզոյան հարված չստացվեց հարվածը, բայց գրո շարունակվում է Հրաշալի կերպով Սելեց գնդակը, բայց Մուրադյան Խաղի կանոնների խախտում Այո, Սեմյոն Մուրադյանը ստիպեց մրցակցին խախտել Խաղի կանոնները Իդեպ Սեմյոն Մուրադյանը տիրապետում է բավականին հուժկու հարվածների Ճիշտ է տարածությունը բավականին հեռու է, բայց Մուրադյանը կարող է հարվածել դարպասին Հարված Եվ գնդակը հայտնվում է դարպասում Հրաշալի գոլի հեղինակ է դառնում Սեմյոն Մուրադյանը 1-1 Ընդամենը 1 րոպե պահանջվեց Տոտենհեմից հաշիվը հավասարեցնելու Սեմյոն Մուրադյանը հրաշալի հարվածով կարողանում է հավասարեցնել հաշիվը Հիմա արդեն հերթը Ատլետիկոյին է գրոհելու, Զախիազով կշարժվեն առաջ Միրզոյան Կորսում է գնդակարիք Միրզոյանը Հրաշալի փոխանցում էր, բայց չկարողացավ Հաշվենկատ փոխանցում կատարել Ատլետիկոյի ֆուտբոլիստը Փակ է Տոտենհեմի Տուգանային հրապարակ տանող բոլոր ճանապարհները Միրզոյան Վնասվածք է ստանում Ատլետիկոյի ֆուտբոլիստը
Հուսանք վնասվածքը լուրջ չի լինի։ Հայկ Միրզոյանը վնասվածք ստացել։ Օգնություն են ցույց տալիս Ատլետիկոյի ֆուտբոլիստին։ Ամեն ինչ կարգին է կարող են շարունակել հանդիպումը եւ վտանգավոր դիրքում Տուգանային հարված հարդված դարպասին։ Չեսոքացնում է սպառնալիքը Տոտենհեմի ֆուտբոլիստները եւ շարժում առաջ, սակայն վաստակում են եզրային նետման իրավունք։ Փոխանցում դեպի Աչիազար։ Հասնում է գնդակի խաղընկերը։ Փոխանցումը պետք կատարել։ Բադալյան, Ուրաջյան, հարված և բարձր են տանում հարվածը, Սողոմանյանը հարված է դարպասին, Ատլետիկոն գնդակով ձախ եզրով շարժում են առաջ։ Ուժեղ էր փոխանցումը։ Այո, հաշիվը արտացոլում է այն ինչ տեղի ունենում խաղադաշտում։ Ոչ ոքի արդյուն խաղադաշտում կրկին թիմերի խաղը հավասար պայքարում է անցնում, հավասարապես գրոհում են։ Խաղացումը պետք կատարել Ակուլյան, կորցնում է հարված։ Բավականին բարձր ստացվեց հարվածը։ 15 րոպե արդեն անցավ առաջին խաղակեսից։ Տոտենհեմն է գնդակով բարեկամներ, բայց գնդակի կորուստ։ Հաշիվը դառնում է 2-1 Տոտենհեմը առաջ է անցնում հաշվի մեջ։ Այո 2-1 Տոտենհեմը առաջ է անցնում հաշվի մեջ։ Հարված փակում է հարվածի ճանապարհը։ Վտանգավոր կարող է ստացվել և գնդակը դուրս է գալիս եզրից։ Չկա խախտում, Ակուլյանը, Ակուլյան! Այո և մրցավարը նշանակում է խաղի կանոնների խախտում, 11 մետրանոց հարված։
11 մետրանոց հարված Ատլետիկոն հրաշալի հնարավորություն է ստանում հաշիվը հավասարեցնելու։ Հայկ Միրզոյանն է պատրաստում իրացնել 11 մետրանոցը, արված և հաշիվը հավասար է, Հայկ Միրզոյան 2-2։ Երկու հաշիվը կրկին հավասար է, Հայկ Միրզոյանը 11 մետրանոց հարվածով հավասարեցնում է հաշիվը։ Առաջին կեսն արդեն իսկ գոլառատ պայքարում է անցնում։ Կենտրոն Հարված դարպասածողն է փրկում ևս մեկ հարված Ատլետիկոն առաջ է անցնում հաշվի մեջ 3-2 Ատլետիկոն առաջ է անցնում հաշվի մեջ Հրաշքով չհայտում ես գնդակը դարպասում Կրկին Ատլետիկոն է գնդակով Ատլետիկոյի կազմում երրորդ գոլը խփում է Գուրգեն Ռևազյանը համար 15 Կրկին Ատլետիկոն է գնդակով Չեզոքասնում է սպառնելիքը Տոտալեմի ֆուտբոլիստերը Տոտանեմն է գնդակով Սողոմանյան Հոխանցում անհաջող, հոխանցում է Վտանգավոր կարող էր ստացվել, բայց փոխանցումը չասավ Վարդյատիրոջը Փոխանցում Աչիազար Գոլում է գնդակ Ատլետիկոյի ֆուտբոլիստը Հրաշալի անցում էր Փոխանցում Հարված Գոլ 4-2 4-2 բարեկամներ Ատլետիկոյի կազմում 4-րդ գոլը խփում է Օքսեն Աբրահամյանը Տոտենհեմը հայտնվում է բավականին դժվար իրավիճակում Քիչ ժամանակ է մնում բարեկամներ առաջին խաղակեսի ավարտին 4-2 Տոտենհեմը առաջ հաղթում է այսօրվա խաղում
Մուրադյան 40 են գնդակը Ատլետիկոյի ֆուտբոլիստները Կանչում է պետք կատարել, այդպես էլ անում է Խաղի կանոնների խախտում Տոտենհեմի ֆուտբոլիստի հետ պայքարում Տուկանային արված իրավունք են վաստակել Տոտենհեմի ֆուտբոլիստները փոխանցում հարված չստացվեց հարվածը Եվ առաջին խաղակեսը ավարտվում է բարեկամներ Առաջին կեսից հետո Տոտենհեմը հաղթում է 4-2 ներողություն Ատլետիկոն հաղթում է 4-2 հաշվով Այս պայն կարճատև դատար, որից հետո կշարունակենք ռեպորտաժը Բարեկամներ վերադառնում ենք Ուրարտու մարզադաշտ, որտեղ այսօր տեղի ունենում Afeli Winter Cup-ի 4-րդ տուրի Ատլետիկո Երևան Տոտենհեմ հանդիպումը արդեն սկսվել է երկրորդ խաղակեսը Առաջին կեսից հետո Ատլետիկոն հաղթում է 4-2 հաշվով Բավականին հետաքրքիր եւ գոլառատ պայքարում անցավ առաջին խաղակեսը Տեսնենք ինչ ընթացք ունենա երկրորդ կեսը հուսանք կրկին ականատես կլինենք գոլառատ խաղակեսի Տոտենհեմն է գնդակով հանաջող փոխանցում Հրաշալի էր հարված Դարպասապը հրաշալի ցածկով գնդակը դուրս է բերում անկյունային Փոխանցում Եվ հարված Տոտենհեմի դարպասից Միրզոյան փոխանցում դեպի Էչիազար Խախտում այստեղ Այո, կանոնների խախտում փոխանցում Միրզոյան Հետ փոխանցում Գագով Կումոյով Ռամոյով Վրա է Հրաշալի փոխանցում կստացվեր, եթե գնդակը հասներ Բարի Ընկերոջը Միրզոյան Փոխանցում Հարված Հրաշալի հարված կատարեց, սակայն մի փոքր բարձր ընթացավ հարվածը Գեղեցիկ գոլ կստացվեր ամեն դեպքում Բայց հաշիվը անփոփոխ է 4-2 Հիմա հերթը Տոտենհեմին է գրոհելու, տեսնենք ինչպիսի զարգացում կստանա այս գրոհը Մուրադյան Հրաշալի խաղում Մուրադյան հարված և շեղեր Ուլյան Ռաֆոտ Երկար փոխանցում առաջ Բադալյանը առաջինն է հասնում գնդակին
Փոխանցում Ձախեզար։ Կարողացավ ընդունել գնդակը Սողոմոնյանը։ Հիվրասի, հանգի, գնորի Ռաֆայը։ Հրա, Աշալի կերպով ազատվեց արի հան, արի։ Բադալյանի հսկողությունից Միրզոյան։ Փոխանցում առաջ հրաշալի փոխանցում է։ Արա լավ։ Այս չկարողացավ եզրափակել գրո Ատլետիկոյի ֆուտբոլիստը։ Օքսինս լավն է, ոչի, հաստրա Ռաֆ։ Սեմյոն Մուրադյան։ Կուլյան։ Ամբի, Ռաֆ, վեյ։ Հրաշալի փոխանցում է։ Գեղեցիկ գրո կազմակերպեցին Ատլետիկոյի ֆուտբոլիստները, բայց չկարողացան եզրափակել գրո։ Մուրադյան։ Լավ փոխանցում էր, բայց չկարողացավ հարված կատարել դարպասին Թոթենհեմի ֆուտբոլիստը։ Բադալյան։ Գարկովը դեպցի։ Ես կամ փնչ։ Արդմոտի։ Սպասի։ Դերքին Ատլետիկոն է գնդակով։ Հարված և գոլ։ 5-2 բարեկամներ, Ատլետիկոյի կազմում 5-րդ գոլը խփում է Արման Ավդալյանը համարվեց։ Այո, Թոթենհեմը 5-րդ անգամ է այսօր խաղը վերսկսում դաշտի կենտրոնից։ Միրզոյան։ Դերքին Միրզոյանն է ստանում գնդակը։ Տեսեք ինչպես հրաշալի կերպով են համագործակցում, վտանգավոր դրություն է և հրաշքով գնդակը 6-րդ անգամ չհայտնվեց դարպասում, Թոթենհեմի դարպասում։ Լավ փոխանցում էր, բայց Ատլետիկոյի դարպասապահը շատ հանգիստ վերցրեց գնդակը և այն անմիջապես ուղարկեց առաջ։ Առաջ։ Հրաշալի։ Գրով կազմակերպեցին և հաշիվը դառնում է 6-2։ Հայկ Միրզոյան։ Թոթենհեմն է գնդակով։ Հասնում է գնդակին։ Կենտրոնով շարժում է առաջ։ Եվ խաղի կանոնների խախտում է։ Բավականին վտանգավոր դիրքում Ատլետիկոն ստանում է տուգանային հարվածի իրավունք։
Հարված հակում են Հայվատի ճանապարհը Միրզոյանը ստանում է գնդակը ետ փոխանցում Արի մատե։ Դու ես պայքարի մեջ, իրի։ Եզրային նետում Հիմա արդեն վտանգավոր դիրքում տուգանային իրավունք են վաստակել Թոթենհեմի ֆուտբոլիստները Մուրադյանը կրկին գնդակի մոտ հարվածում է դարպասին հեռացված է գնդակը Հրաբազյանը հեռացրած գնդակը և եզրային նետում Ազատվեց մրցակցի ֆուտբոլիստներից Մուրադյանը ստանում է ձախ եզրում գնդակը փոխանցում է պետք է կատարել, բայց փոխանցումն անհաջող Հերթական կանոնների խախտումը Մուրադյան հարված հեռացնում են գնդակը Ատլետիկոյի ֆուտբոլիստները Բադալյան հեռացնել է պետք գնդակը սեփական տուգանային հրապարակից Ակուլյան 7-2 Այո, մեր բազատ կային է պաս չխաղակը, սոչը 7-2 Ակուլյանը հաշևը դարձնում է, էլ ավելի ջախջախիչ Տոթենհեմն է գնդակով Փոխանցում կոնտրոլ դեպի Սեմյան Մուրադյանը Հարված շեղեր Հրաշալի փոխանցում դեպի Միրզոյանը Շարժում է առաջ, փոխանցում Եվս մեկ փոխանցում, բայց չհասավ գնդակին Խաղընկերը Ես ասկի մեջը ձգվեց Դգնա, սյո ուզում է, սյո Թողնում է գնդակը Մուրադյանը խաղընկերոջը Շարժում է առաջ Չկա խախտում, ամեն ինչ մաքուր է Ցույց է տալիս մրցավարը Մուրադյան կորսում է գնդակը Սեմյան Մուրադյանը և Արագ հակագրող Ատլետիկոյի կողմից տեսնենք
Չկարողացան եզրափակել այս քանակակագրը տուտիկը ֆուտբոլիստները Բադալյան Խանցում վտանգավոր դրություն է Բադալյան Ատլետիկոն Տոտենհեմն է գնդակով Սայտակեց Տոտենհեմի ֆուտբոլիստը Ինչ է այստեղ Եզրային նետում Միրզոյան Տոտենհեմն է գնդակով Հարված և գոլ Գոլ բարեկամներ հաշիվը դառնում է 7-3 Ալեքսանդր Սարգսյանը գրավեց դարպասը Խանցում և հարվածը բարձր էր Յոթ երեք Ատլետիկոն հաղթում է Տոտենհեմին Փոխանցում հեռացնում են գնդակը բայց մնում է Տոտենհեմի մոտ Միրզոյան հարված հեռացնում է դարպասապահը Եզրային նետում
Հարված և աշիվը դառնում է 8-3 8-3 այդ ես հանդիպում հարված և բարձր են տանում հարվածը Գորբադալյանը հարվածեց դարպասին Խլում է գնդակը ատետիկոյի Ֆուտբոլիստը և շարժում առաջ հրաշալի հնարավորություն է և աշիվը դառնում է 9-3 9-3 բարեկամներ Հարված հեռացնում է դարպասապահը և կանոնների խախտում Տոտենհեմն է գնդակով Մուրադյան Թողնում է գնդակը խաղընկերոջը, բայց կորցնում են Գնդակը իմ ատլետիկոյի Հակագրող Ակուլյան Հարված և անկյունային հրաշալի խաղաց Տոտենհեմի դարպասապահը Փոխանցում Հարված չստացվեց Մուրադյանը կենտրոնում ստանում է գնդակը և խաղի կանոնների խախտում Մուրադյանն է գնդակի մոտ Հարված հեռացնում է գնդակը Եվ բարեկամներ հանդիպումը ավարտվում է Ատլետիկոն գեր գոլառատ հանդիպման շրջանակներում հաղթում է 9-3 հաշվով Տոտենհեմին Շնորհավորում եմ Ատլետիկոյի ֆուտբոլիստերին հրաշալի հաղթանակի կապակցությամբ Եվ մենք էլ այսքանով ավարտենք այսօրվա ռեպորտաժը, այն ձեզ համար մեկնաբանեց Շավարժ Հարությունյանը, միշտ օր հանդիպում